նվագել։ Ասեմ, որ վերջին ռուսական այդ հայտնի երգահան պրոդյուսերներից անունը չեմ ուզում ասել, գիտեք չէ, որ լսողություն չուներ, չէր կարողանում, նաև բախն է եղել, լսողություն չի ունեցել, բայց իրենք ստեղծագործեն։ Տվյալ անձի մոտ Սատուրնը գտնվում էր ձկների կենդանակերպում, ձկները լսողություն, Սատուրնը այդ իր մոտ անջատել է, ուղղակի Սատուրնը կարմայի մոլորակն է, որը կյանքի ընթացքում կարող է բերել խնդիրներ, եթե դու մեծամտանում ես, եւ ինչ բացատրեց, որ ես այնքան էի մեծամտածել, որ ես իմ շրջապատի ոչ հորդոր, ոչ խորհուրդ չէի լսում եւ կյանքը ինձ բերեց այնպիսի մի իրավիճակի, որ ես լուր մնամ եւ լսեմ եւ ինքը ստեղծագործել առանց լսելու պատկերացնում եք երգեր է գրել հայտնի պրոդյուսերներից մեկը երգանը ինքը կարծեմ արդեն դուրս է գալիս ընդունել է բուդդիզմը շատ երկարատև տանջանքների, չարչարանքների, մեդիտացիաների, նույնիսկ ասեղնաբուժության արդյունքում նա ետ է վերադարձել իր լսողությունը, բայց նա թողել է իր մեծամտությունը։ Միեսի հարց ունեմ ձեզ Գանի ջան, երբ որ ասացիք, որ ձեզ խնդիրներով դիմում են մարդիկ եւ ասացիք, որ խնդիրները նաեւ ինչ որ չափով կապված են, հա, ոնց որ աստղաբանական քարտեզի հետ։ Արդյոք դուք որպես աստղաբան կարողանում եք խնդիրների լուծման ուղղություններ տալ մարդկանց եւ ոնց է դա տեղի ունենում։ Ի սկզբանե դիտարկում ենք քարտեզը, հասկանում ենք մոլորակների դիրքերը։ Մենք ունենք 5 անձնական մոլորակ՝ կիսատ մնաց արևը, գիտակցություն, Մերկուրի, միտքը, խոսքը, Վեներան սիրելու կարողությունը, Մարսը սեռական ակտիվությունը, կամքը, գիտեք, չի ասում են խոյա, բայց խոյի նման չի, որովհետև իր մոտ արեգակը խոյում է, բայց Մարսը գտնում է թույլ նշանում ձկներում, այդ խոյը գնում է Մարսը ձկներում խմում է, իրան կորցնում է, բառացի ասեմ, եւ խոյի որակները չի դրսերում։ Մարսը փաստորեն կամքն է, սեռական ակտիվությունն է, դա 5 մոլորակներ է, գոյություն է 2 մոլորակ, որոնք սոցիումում ինտեգրվելու քո կյանքի ոլորտներն են մատնանշում։ Սատուրնը բերում է խիստ սահմանափակումներ, Յուպիտերը բերում է հնարավորություններ։ Եթե դուք հիշեք, ամեն 12 տարի մեկ ձեր կյանքում որոշակի իրադարձություններ են տեղի ունենում 12, 24, 36, 48, այո, այդ տարիքային շրջապներում տիեզերքը, կյանքը, սոցիումը հնարավորություն է տալիս, Յուպիտերը բարեկեցության մոլորակն է, եթե անձնական քարտեզում որ կենդանակերպում եղավ, մարմինի այդ մասը կարող է լինել խոշոր, մի կին կարը ասեցի Յուպիտերը ձկներ մեր առաջին տան վրա, ասի կարող է ձեր ոտքերը խոշոր են, ասեց ոնց իմացար փղի տոտիկներ է, Յուպիտերը ձկներում ձկներ, վերջերս Սատուրնը ձկների կենդանակերպում է